ժամանակն է գցել խարիսխները։ Եբրայեցիների 6-րդ գլուխ 19-րդ խոսքում ասում է. այժմ մենք ունենք սա, այս հույսը, անձի հաստատ և անշարժ խարիսխի պես, այն սահելով դուրս չի գա և չի կոտրվի ցանկացած մարդու ներքո, որ ոտք է դնում դրա վրա։ Մաս առ մաս դիտարկենք այս աստվածաշնչյան խոսքը, կարծում եմ բոլորը գիտենք, թե ինչ է խարիսխը։ Երբ ուզում ենք, որ նավը տեղում մնա, դուք խարիսխ եք գցում, և նավը կարող է շարժվել միայն դրա թույլ տված չափով։ Գրված է, որ հույսը անձի խարիսխն է։ Մեր անձը բաղկացած է մեր մտքից, կամքից և զգացմունքներից։ Մեր անձն է որոշում, թե ինչ ենք մտածում, ցանկանում և զգում։ Այսպիսով, ինչ է նշանակում։ Նշանակում է, որ երբ ամեն ինչ դժգույն է թվում, երբ մենք չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում, երբ թվում է, թե Աստծո խոստումները երբեք չեն կատարվի մեր կյանքում, հույսը մեր խարիսխն է, որը ետ է քաշում մեզ ասելով. «Սպասիր, այդ ամենը դեռ կատարվելու է»։ Մեկ քայլ առաջ գնանք։ Եբրայեցիների 6:19-ում գրված է, որ հույսը մեր խարիսխն է, և որ այն սահելով դուրս չի գա և չի կոտրվի ցանկացած մարդու ներքո, որ ոտք է դնում դրա վրա։ Հույսը մեր խարիսխն է և այն խթանը, որը դրդում է մեզ ոտք դնել կամ քայլ անել։ Ոմանք չեն վերապրում Աստծո խոստումները և զորությունը պարզապես որովհետև նրանք հավատքով քայլ չեն անում։ Քայլ անելն է, որ գործի է դնում Աստծո խոստումները։ Թույլ տվեք մի օրինակ բերեմ։ Ավելի քան 40 տարի ճանապարհորդում եմ աշխարհով մեկ և սովորեցնում եմ Աստծո խոսքը, բայց դեռևս պատահում է, որ մինչև որևէ համաժողովի սկիզբը չեմ զգում, որ օծված եմ, որակավորված եմ և պատրաստ եմ անելու այն, ինչ պետք է անեմ։ Մինչև ամբիոնի մոտ բարձրանալը մտածում եմ. Աստված, ես իսկապես հուսով եմ, որ հայտնելու ես քեզ, հակառակ դեպքում ես մեծ փորձանքի մեջ եմ ընկնելու։ Եվ երբ քայլ եմ անում, որպեսզի կատարեմ այն, ինչը իմ համոզմամբ նա խնդրել է ինձ, Աստված մշտապես գործում է և օգնում է փոխանցել իմ ուղերձը։ Նա նույնիսկ մեկ անգամ չի ձախողել ինձ։ Ձեզանից շատերի դեպքում Աստված պարզապես սպասում է, որ ոտք դնեք այն հույսի խարիսխի վրա կամ քայլ անեք։ Նա պարզապես սպասում է, որ դուք կատարեք ձեր մասը, որպեսզի նա կարողանա հայտնվել ձեր կյանքում և այնպիսի բան անի, ինչը կզարմացնի ձեզ։